Ողջույն բոլորին, Ժողովուրդ ջան, այսօր շատ հետաքրքիր վիդեո է ձեզ սպասվում։ Ես պատրաստելու եմ խորոված, Ջուլիան պատրաստելու է դեսերտ։ Ուրեմն մանրամասը պատրաստելու վաղ ցույց կտանք, թե ինչ ենք անելու։ Գնացինք պատրաստելու։ Սկսում ենք պատրաստել։ Հիմա Ջուլիան կներկայացնի ինչ է պատրաստելու, ես եք պատրաստեմ խոզի մատերը։ Այսօր պատրաստելու ենք նարնջով խմորեղեն։ Խմորեղենի համար մեզ անհրաժեշտ է ձու, շաքարավազ, ալյուր, խտացրած կաթ, կարագ եւ նարինջ։ Ուրեմն ես էլ ինչ եմ պատրաստելու, քանի որ ես ձեզ խոսք էի տվել, որ պիտի առանձին պատրաստենք, ժողովուրդ ջան։ Ես պատրաստելու եմ խոզի մատերիալ լինելու տնական, ամենակարևորը։ Հիմա ցույց կտամ, նայեք։ Պետքա թունդրի մեջ պատրաստեմ ցելիկոմ եւ պատրաստելու ենք ջեռոցի մեջ, ոնց որ միշտ մենք ընտանիքում սիրում ենք կտոր։ Ուրեմն ինչա մեզի ամենառաջինը անհրաժեշտ։ Պետքա որ կտրատենք։ Ջուլիա, դու կարաս պատրաստես։ Մինչև դու կտրատես։ Ես մինչև կտրատեմ, դու արդեն խմորեղենը կարաս պատրաստես։ Ինչից ենք սկսում, ժողովուրդ ջան։ Ձուն պետք է կոտրենք եւ շաքարավազի հետ հարենք փարիչի օգնությամբ։ Այս sense հավեսին կտորներ է պետք։ Դե առաջի անգամ չի որ պատրաստում ենք, քանի որ Ջուլիայի չէի պատրաստել, որոշեցինք պատրաստենք, որ շատ հետաքրքիր վիդեո լինի, ժողովուրդ ջան։ Ինչն է հետաքրքիր լինելու, որ պետքա թունդրի մեջ, հիմա մեր օպերատորը ցույց կտա, թունդրի մեջ ենք, ամբողջական կախելու ենք եւ փորձենք։ Այսինքն սիրուն պետքա կտրատենք մատերը։ Ուրեմն ձվի վրա ավելացրեցինք շաքարավազը, ավելացնում ենք վանիլին եւ պետք է հարիչի օգնությամբ տարենք։ Բավջան, բայց ձայնը քեզ չի խանգարի։ Ես հիմա միսը կտրատեմ, ուզում ես բեր մենք կտրատենք հիմա միսը ու կմիանանք։ Այո, ես էլ միքսերով կհարենք ձուն եւ շաքարավազը, ալյուրը ավելացնելու ժամանակ կմիանանք։ Գնացինք։ Քամին դրսում հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռք։ Մատերը կտրատելուց հետո, այսպես սիրուն կտորներ է պետք մեզի ստանալ։ Հիմա Ջուլիա, ներկայացրա ինչ ես անելու։ Մենք պետք է գեղեցից մաքրենք մեկ հատ նարինջը, որ ավելացնենք խմորի վրա։ Մանր փերիչի օգնությամբ անցկացնում ենք եւ ավելացնում ենք խմորի մեջ։ Հիմա հաջորդը պետքա այս ամբողջական, ժողովուրդ ջան, հիմա ցույց տամ։ Այսպես կտորը պետքա թունդրի մեջ պատրաստենք ամբողջական։ Ցույց կտամ ինչ ենք անելու։ Ուրեմն հիմա մեզի պետքա որ մենք իրան համեմենք։ Ավելացնում ենք աղ։ Այսինքն ամենակարևորը հավեսով է պետք աշխատել, որ մեզ մոտ ամեն ինչը լավ լինի, ժողովուրդ ջան։ Եթե հավեսով չանենք 100% մեր մոտ լավ չի լինի։ Հիմա քո մոտ ինչ ես անելու, Ջուլիա, հերթականությունը։ Ձուն արդեն լավ հարել ենք, ավելացնում ենք նարինջի գեղեցը։ Խմորի վրա ենք ավելացնում։ Լացնում եմ սև պղպեղ։ Մի քիչ անսովոր է ֆորմատը, ժողովուրդ ջան, քանի որ տարբեր բաներ ենք պատրաստում։ Հաջորդ ավելացնում ենք ծխացրած կարմիր բիբար, որը շատ անհրաժեշտ բան է։ Հոջան, միջև այդ ավելացնես, ուրեմն մեզ անհրաժեշտ է ավելացնել ալյուրը։ Խմորի վրա։ Մաղով անպայման անցկացնում ենք ալյուրը։ Եվ պետք է խառնենք ներքևից դեպի վերև։ Ուրեմն այդ ընթացքում միացած ձեռքով, քանի որ ամբողջական պետք է տեղադրենք, պետք է ձեռքով հավեսին յան մասաժանենք, ժողովուրդ ջան։
լավ մասաժ անելուց հետո ժողովուրդ ջան պետքա որ թեքենք հակառակ կողմը, նույն process-ը հակառակ կողմ անենք։ Հիմա Ջուլիան կներկայացնի ինչա անում։ Այդ ընթացքում մեր խմորը արդեն պատրաստ է։ Վերցրում ենք ձևամանը։ Ու ինչ ես պատրաստում Ջուլիա։ Ողջան պատրաստում եմ նարնջով տորտ։ Մեր բիսկվիտի խմորը արդեն պատրաստ է։ Ուղարկում ենք ջեռոց։ Այս sense հավեսին արդեն բերեպրավ ավելացրել ենք, պետքա որ ձեռքերով այս sense հավեսին հատիկ ժողովուրդ ջան։ Այս sense անենք որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Հիմա Ջուլիան կներկայացնի այդ ընթացքում ինչ է անում։ Ընթացքում ես խմորը կգնդեմ, որպեսզի հաց թխենք։ Ավելացնում ենք մի քիչ ձեթ խմորի վրա։ Այսօր ինչ հաց ես պատրաստելու։ Երևի էլի մատնաքաշ ողջան, մեր ամենասիրած հաց։ Ուրեմն ժողովուրդ ջան, հաջորդ մեր քայլը։ Քանի որ պետքա մենք մատերը ամբողջությամբ պատրաստենք, հիմա ցույց կտամ ինչ ենք անում։ Վերցնում ենք գարչիցան, այսպես հավեսին։ Ասեմ որ ինքը շատ համեղ է այս գարչիցայով ստացվում։ Այնպես որ առաջի անգամ չի որ պատրաստում եմ։ Այսպես հավեսին տարածում ենք։ Այսպես պետք է այն ձևի անենք, որ կողքերով բանը սաղ ակուրատնի ինքը այսպես ամբողջությամբ տարածվի։ Այսպես պետքա ձեռքերով հավեսին մասաժ անենք ժողովուրդ ջան։ Այսպես տնավարի ժողովուրդ ջան, գարչիցան ավելացնելուց հետո ինչ ենք անում։ Վերցնում ենք բարբիկյու սոուսը, այսպես հավատացեք առաջի անգամ չի որ փորձում եմ, ինքը շատ համեղ է ստացվում։ Հիմա Ջուլիա ներկայացրա ինչ գործողություն է քո մոտ գնում։ Մատնաքաշի ձևը արդեն տվել ենք ողջան։ Ուղարկում ենք ջեռոց։ Այսպես լավ տարածելուց հետո ժողովուրդ ջան։ Լստենայք ինչ գեղեցիկ արդեն տեսք ենք յան տալի։ Ուրեմն նույն process-ը պետք է կատարենք հակառակ կողմը։ Հիմա ես ամբողջական տարածեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն լավ մարինացնելուց հետո տեսնում եք արդեն գարչիցան, մեկ էլ բարբիկյու սոուսը արդեն լավ տարածելուց հետո մատերի վրա չենք անելու ժողովուրդ ջան, որը որ ցելիկոն պետքա թունդրի մեջ կախեմ, այդ եմ անելու։ Բիսկվիտը արդեն թխվել է, անհրաժեշտ է թեքել։ 1 կտոր պերգամետ նորից դրեն ենք դնում, այս թեքցիցած թեքում ենք եւ առանձնացնում ենք խմորի։ Լավ էսի խմոր ամոթից ստացվա։ Հա, ողջան։ Մինչև խմորը սառի, պետքա պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է կարագ, խտացրած կաթ եւ վանիլին։ Ուրեմն մինչև Ջուլիան կրեմը պատրաստի ժողովուրդ ջան, հիմա ցույց կտամ թարմ կարտոֆիլով ջեռոցի մեջ ենք պատրաստելու, մեզի պետքա որ իրանց համեմ ենք։ Ուրեմն ամեն առաջին ավելացնում ենք ձեթ։ Օգնեմ քեզ նորմալ։ Չէ, պետք չի, ես կանեմ ջան։ Հիմա մեր օպերատորը մոտիկից կնկարի, այսպես ավելացնում ենք ձեթը։ Իսկ հիմա բավական է։ Ուրեմն ավելացնում ենք աղ։ Հիմա ուզում եմ եկեք գիտես ինչ ասեմ, ջուր, ինչից խոսանք։ Քանի որ մեծ արձագանք է ստացել մեր նախորդ վիդեոն, շատ մեծ արձագանք էր, չէ՞, ստացել։ Ուզում ենք բոլորիցս շնորհակալություն հայտնել, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում մենք ընտանիքով ինչքան ենք ուրախացել, որ ձերպես հետևորդներ ունենք։ Ու այդ ջերմ խոսքերը, որ իմ ընտանիքի համար դուք ասում եք, բոլորից հետ գոհ շնորհակալ ենք։ Դուք չեք պատկերացնում մենք դրանից հետո պետք է ինչ էներգիայով աշխատենք ու ձեզի կարնակ հավեսին բլուդներ մատուցենք, դուք էլ ընդդեից մեզի լավ մաղթանքներ գրեք։ Նես որ եթե դժվար չի նոր ձևի ձեր համար, բաժանորդագրվեք ժողովուրդ ջան։ Լայքերը չեք մոռանում, թե գնացինք պատրաստելու։ Մեկը կարամ, գիտես ինչից կուզենամ խոսանք, ջուր։ Կուզեմ խոսանք մեկնաբանության մասին, որ շատ մեկնաբանություններ էին գրել, ինչը որն էր, որ յուրահատուկ կարաս նա առանձնացնես։
առանձնացնեմ, երևի շատ ուզում են թխմորի բաղադրատոմսի համար առանձին տեսանյութ նկարահանենք, որ Ուրեմն ջուլ, երևի հիմա այս ամբողջը եթե ժամանակ լինի, մենք պրոստ ցույց կտանք ժողովրդին, թե ինչ թխմորակոմոդ ստացվե, ու հետո կբացատրենք, որ հատուկ վիդեո կնկարահանենք, ու մեր հետևորդներին կբացատրենք, թե ինչ ձև է այդ ամբողջը ոնց է ստացը։ Անպայման, եթե ամբողջը պատրաստենք, վիդեոյի վերջում ցույց կտանք, եթե ժամանակ լինի, այսպես կլինի ժամանակ, չէ՞ ողջան։ Ու այդ ընթացքում ցույց կտանք։ ու այդ ընթացքում հələ ստենայք ժողովրդան, մեր կարտոֆիլները ինչ հավեսին մարինացվել են։ Ու այսպես հավեսին իրան խառնում ենք։ Պետք է որ այսպես ձեթը ինչի համար ենք ավելացնում, որ այդ ամբողջական աղը բիբարը իրան կպչի, որ մենք շատ Թոնրի համես։ մեջ է պատրաստելու։ Չէ, ջուլ, իսկ թվում է ջրոցի Կան մեջ։ մի քանի հատ թոնրի ներքևում։ Կարելի է, Չէ՞, հա, անպայման անպայման կանենք։ Անպայման։ Այդ ավելի, իսկ թվում է երևի հենց ընդել տեղադրենք, գիտես, խի ջուլ, ինքը խոզի ճարպը կհալի, ինքը ավելի համեղ մեր մոտ կստացվի։ Ուրեմն տես կանենք, լավ։ Ուրեմն ժողովուրդ ջան, կարտոֆիլն էլ արդեն պատրաստ է։ Ինչ գործողություն կա ջուլ։ Պետք է կրեմը պատրաստենք, խմորը մի քիչ սառենք, կրեմը պատրաստենք։ Երեք մի հատ էլ աղցան պատրաստենք, հա, որ։ Ոնց ուզում ես։ Ուրեմն իմ հաջորդ քայլը, ժողովուրդ ջան, հիմա ես ձեռքերս լվանամ, հաջորդ քայլը ցույց կտամ, թե ոնց ենք թունդրի մեջ կախելու մեր խոզի մատերը։ Գնացինք։ Ահա, ինչ գործողություն է քո մոտ գնում ջուր։ Ուրեմն պետք է պատրաստենք կրեմը, ողջան։ Ահա։ Կարակի վրա ավելացնում ենք վանիլին։ Եվ հարիչի օգնությամբ պետք է կարակը լավ խառնենք մինչև սպիտակի փրփրի։ Ողջան, կարակը պետք է լավ հարի, հաջորդ քայլին կմիանամ կբացատրեմ ոնց է։ Всё, ուրեմն հաջորդ քայլին կմիանանք։ Գնացինք։ Կարակը լավ հարվել է, անհրաժեշտ է ավելացնել խտացրած կաթը։ Գթալ ավելացնում ենք եւ հարում ենք։ Ինչ էդի գախնիկն է, հա ջուր։ Ողջան, ինքը կարա բզորվի կրեմը։ Ճիշտ է հարենք, ուրեմն գթալ ավելացնենք, կրեմը հենց պատրաստ լինի, կմիանանք։ Գնացինք։ Կրեմը արդեն պատրաստ է։ Մենք պատրաստել ենք նաև օշարակը։ Օշարակը 2 ճաշի քթալ խտացրած կաթա եւ 150 մգ ջուր։ Ուրեմն խմորի կողքերի մասը պետք է հեռացնենք, որպեսզի փշուր անենք, ձևավորենք տուրթը։ Եվ խմորը բաժանելու ենք 3 հավասար մասերի։ Կուզեք այս ձև կբաժանեք, կուզեք այս ձև, երկարությամբ կբաժանեք։ Ջուլ, ուրեմն դու հիմա միջև կտրատես, հիմա մեր օպերատորը ցույց կտա։ Նայեք, ժողովուրդ ջան, արդեն 1 ժամ ու կես արդեն մնացել է։ Մեր միսը լավ մարինացվել է։ Այդ ընթացքում ես արդեն թունդիրը միացրել եմ, ինքը լավ տաքացել է։ Ինչա մեզի հարկավոր։ Ուրեմն հիմա ցույց կտամ։ Իս ձև ենք պատրաստելու, ժողովուրդ ջան։ Պետքա թունդիրի մեջ իրան կախենք։ Ուրեմն վերցնում ենք, այսպես, հատուկ կռուչոկ եմ գնե, հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Ուրեմն այսպես կռուչոկը լավ ախելուց հետո ինչա մեզի անհրաժեշտ։ Ուրեմն թունդիրը պետք է անջատենք, որ սպիրալին չկպչի։ Ուրեմն հատուկ պատարակաղը վերցրել եմ ժողովուրդ ջան, կտրատել եմ, այսպես պաստավկա եմ սարքել, որ իրան կարողանանք կախենք։ Լավ, քանի որ Ջուլիան ասում էր, բան չէ, կարտոֆիլը ներքևի մասը չէ, ջուր տեղադրենք։ Ուրեմն ինչ ենք անում։ Այսպես ժողովուրդ ջան, այսպես վերցնում ենք ժողովուրդ ջան։ Քանի որ այս ձևի ափսե ունենք, ներքևի մասը թունդրի։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Այսպես կարտոֆիլը ավելացնում ենք, լստենեք։ Ու այսպես տակի մասին է, այսպես պետք է մետ ձեռքով, այսպես։ Ով մեջը նարինջի կտորներ ավելացնել, թե չէ այս անգամ։ Դե անցած անգամ ավելացրեցիր համով էր, ջուր, այս անգամ էլ ավելացրա, երեխեքը սիրում են։ Կարտոֆիլը տեղադրելուց հետո, այսպես սիրուն, այսպես։ Հիմա մեր օպերատորը այսպես սիրուն ցույց կտա։ Քանի որ ինքը տաք է, մի քիչ ակուրատնի պետք է անեք, որ ձեռքերը չվառեք։ Ինչ ենք անում։ Այս ենք տեղադրում հիմա։ Այսպես ակուրատնի, հիմա էլի նորից թվում է օպերատորը ցույց տա։ Ահա, կռուչոկով այսպես սիրուն, ժողովուրդ ջան, վերցնում ենք։ Այսպես սիրուն, տեղադրում ենք։ Չենք մոռանում մեր պատարակաղի մասին։
Այսպես, նայում եք Ժողովուրդ ջան, ինչ հավեսի ստացվեց։ Всё, Ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է, հիմա դնում ենք այս ձևի, ուրեմն միացնում ենք, որ ինքը F-ի։ Ուրեմն այդ ընթացքում ջուր, քո գործողությունները։ Այդ ընթացքում ոջան, մինչև դու թոնրի մեջ կախեցիր մեր համեղությունը, նարինջի կտրատել եմ, կողքի խմորը բլենդերով ուղղակի աղացել եմ։ Այս ինչա ջուր։ Այս ինչա։ Օշարակն է, ոջան, խտացած կաթնում ջուրն է, սկսում ենք պատրաստել։ Թեթև թրջում ենք խմորը։ Գրեմ ենք կսում։ Ջան, միջև Ջուլիան կրեմը տարածի բիսկվիտի վրա, այդ ընթացքում մեզի պետքա այս մեր համեղությունը արդեն լնայեք ինչ հավեսին է ստացվել։ Պետք է այսպես տեղադրենք, որ ուղարկենք ջեռոց։ Լստենայք, բայց ոնց կարա մարդ Ժողովուրդ ջան լստենայք, չպատրաստի ու չվայելի։ Ջուլասը։ Չենք մոռա, իրար այսօր տերում ես ոնց ենք խանգարում, որ չենք մոռանում ավելացնել նարնջի հատիկները։ Երկրորդ շերտն ենք ավելացնում խմորի վրա։ Եվ այս անգամ կարելի է թքել այս համեղ հյութով։ Նարնջի հյութով ենք թքել։ Սիրուն, այսպես, որ տեղավորի ամբողջական։ Քանի որ կարտոֆիլը թունդրի մեջ ենք տեղադրել, դրա համար ինձ թվում է առանց կարտոֆիլ ստեկեփենք, որ մեր մոտ շատ լավ ստացվի։ Ու հավատացեք, այս մատերը ինքը շատ համեղ է։ Հիմա այսպես տեղադրեմ։ Կսում բիսկվիտի վրա և ավելացնում ենք նարնջի հատիկները։ Всё, պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը այսպես սիրուն կներկայացնի։ Ուրեմն ուղարկում ենք ջեռոց։ Ինձ թվում է հաջորդ գործողությունը ուր արդեն Ջուլիան ցույց կտա։ Ես այլ գործողություն չունեմ Ժողովուրդ ջան կատարելու։ Ես իմ գործողությունները ամբողջ կատարեցի։ Հիմա այդ ընթացքում մենք հացել ենք, չէ՞ խմջոլ։ Մեր հացը մատնաքաշը մեր տեսնեմ ի ձև է այփ։ Վայ չուտողին, էս ինչ համեղ է։ Կարմրե որ Մի երևի 2 րոպեից արդեն պատրաստ կլինի։ Մեզի աղցանել է, չէ՞ պետք պատրաստենք։ անպայման։ Հենց այս խմորեղենը հավաքեմ, անցնենք աղցանում։ Վերջի խմորն էլ ենք թրջում։ Շատ բարակ շերտով կրեմ ենք ավելացնում վերևի մասը։ Կողքերն ենք պատում կրեմով։ Ամբողջական իսկ թվում է ջուլ կրեմը կսես եւ միանանք, չէ՞։ Անպայման։ Դե ուրեմն կմիանանք։ Գնացինք։ Ներկայացա Ջուլիա, ինչ ես անում։ Մեր կողքի փշրանքները այսպես գեղեցիկ հավաքում ենք ամանի կողքից։ Ահա։ Մինչև ոջան դու արեցի, ես արագ արեցի։ Ուրեմն այդ ընթացքում մեր հացը արդեն պատրաստ է Ջուլ։ պատրաստել է։ Հա, հիմա կանի բանը վերցնեմ։ Ուրեմն գրեմը գեղեցիկ որ ավելացել է մեր մոտ։ Ահա։ Գեղեցիկ զարդարում ենք վերևի մասը։ Հացը լավ ստացվել է։ Հիմա հացը ցույց տանք ամբողջական։ Թոնրի մեջինն էլ է, թե արդեն ոչ։ Չէ՞ լա։ Ես զարդարենք մի հատ էլ աղցանը պատրաստենք, չէ՞։ Հիմա այս ընթացքում ես երևի ջեռոցի մեջ տեղադրեմ մեր խորովածը։ Ձեր նարինջի կտորները, որ ավելացել են, գեղեցիկ վերևի մասը զարդարում են։ Լավ էլ սիրուն ստացվեց։ Հացը հիմա էսա մեր ապերնոյնս արդեն ինքը լավ էլ հաց է ստացվել։ Ափսոս շատ տաք է, դե չէ կփորձեի։ Ուրեմն հաջորդ մեր գործողությունը ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու, աղցանը պատրաստենք, Վովջան։ Տորթը արդեն պատրաստ է, չէ՞։ Հələ բեր մի հատ մոտիկից հələ տեսնենք ինչ ձև է կոմոդ ստացվել։ Դիստելը։ Տակ չի։ Լավ։ Հələ բեր մոտիկից լնայինք։ Չէ, լավ էլ գեղեցիկ Ժողովուրդ Դե ջան։ ավելի գեղեցիկ, ստացվել է։ ուղղակի արագ, որսելակի։ Լավ, կփորձենք, հեսա։ Արագ պատրաստեցինք։ Ուրեմն հիմա աղցան ենք պատրաստում։ Մեր հացը դնենք այնտեղ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ջեռոցի մեջ արդեն խորովածը տեղադրել ենք, Ջուլիան տորթը պատրաստել է, մեր խորովածը թունդրի մեջ կախած է,
Միջև էփելը մենք հիմա իրար հետ համ մի քիչ զրույց կանենք, համ էլ աղցանք պատրաստենք։ Սկսում ենք պատրաստել։ Քեզ ինչ կաղամբը տամ։ Հա, ողջան։ Քեզի կաղամբը, Կաղամբը ես։ դանակո մի հատ կտրատի։ Ես էլ լոլիկները, հա, կտրատեմ։ Սկսում ենք կտրատել։ Ինչ ձևի կտրատեմ, ջուր, փոքր, մեծ, Ներ արա, ողջան, ոնց ուզես։ կուբիկներ։ Ահա։ Իսկ թվում է այս ճիշտ եմ չէ անում։ Մեր մոտ այսբերգ կաղամբի տեսակն է։ Ջուր ճիշտ եմ չէ անում, մասա։ Հա, ողջան, ոնց ուզես։ Թվում է այսպես։ Դեն ես իրար ոնց ենք հանգարում, ողջան։ Բայց լավ է, որ երկուսով ենք պատրաստում, լասա։ Շատ լավ է։ Ինչով է լավ։ Բայց չէ, խանգարում ենք ոնց որ իրար։ Երևի այսօր շատ բաղադրատոմսեր պատրաստեցինք, ողջան։ Հա։ Դրա համար դժվար է, հա, բայց չէ, շատ լավ է։ Դե հիմա մեր հետևորդները կասեն ինչ ձև է ստացվել։ Խանգարել ենք իրար, թե չէ, մեկնաբանության մեջ գրեք հələ ժողովուրդ ջան։ Բայց դե ինձ թվում է այս ֆորմատը մեր հետևորդներին շատ է դուր գալի, որ երկուսով ենք պատրաստում։ Դե մեկնաբանությունները շատ էին գրել, որի համար շատ գոհ ու շնորհակալ ենք բոլորից։ Всё, պատրաստ է, պոմիդորները կտրատեցինք։ Եգիպտացորեն ավելացրա, արդեն ջրից ավել են։ Այսա։ Ես էլ այդ ընթացքում կկտրատեմ մաղադանոսը եւ սանիթը։ Իսկ հիմա պետք է համեմ ենք, չէ՞, ավելացնում ենք աղ։ Սև բիբար պետք է ավելացնենք։ Սև բիբար մեկ էլ զեյթունի ձեթ ողջան։ Ինչ սև բիբար ենք ավելացնում։ Ավելացնում ենք կանաչին։ Եվ վերջում ավելացնում ենք զեյթունի ձեթ։ Ստում է բավական է, չէ՞։ Բավական է ողջան։ Դե խառնի, դու էլ խառնի։ Պրովածը ոնց արդեն պատրաստ է, թե հələ չէ ով։ Դե չէ, հələ պատրաստ չէ, ժամանակ ունենք։ Այսօր մեր մոտ արդեն աղցանը պատրաստ է։ Մի քիչ երևի զրուցենք, մինչև ինձ թվում է Սուրճ համ խմես։ կարելի է, մի հատ բեր սուրճ խմենք, համ էլ մինչև մեր խորովածը էփի ու ձեզի ցույց կտանք, թե ինչ ձևա մեր մոտ ստացվել։ Եղա փոխենք ես։ Այդ ինչ պատրաստում ենք, տանում ենք սիրուն, տեղադրում ենք ընդ, հա։ Ոչ մեկ ձեր չտա։ Եղավ։ Մի քիչ Դնենք ու միանանք։ գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մինչև մեր համեղությունները էփեն, իսկ թվում է կոֆե խմենք ու մի քիչ ձեր հետ կզրուցենք։ Շատ մեկնաբանություններ եք գրել, դրա համար փորձենք թեթև այդ մեկնաբանությանը պատասխանենք։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչից սկսենք։ Կտրեմ խմորեղեն հետև համուտես։ Անպայման, առանց խմորեղենի ո՞նց կարելի է կոֆե։ Ուրեմն բերեք ինչից սկսենք, ժողովուրդ ջան։ Ամենաառաջինը գրել էիք, որ թթխմորը ինչ ձև է պատրաստում։ Հիմա Ջուլիան ցույց կտա, բայց մենք հատուկ վիդեո կնկարանենք, թե ինչ ձև է այդ թթխմորը ինքը ստանում։ Ես հեսա քեզ մի կտոր խմորեղեն փոխանցեմ, ողջան։ Խմորեղենով սուրճը դվայելի։ Մի քիչ անսովոր է, որ առանց պերչատկեքի հիմա։ Բայց դե ոչինչ, պետքա սովորենք։ Հիմա փորձեմ։ Տեսնեմ հələ ինչա Ջուլիան պատրաստ է, ասած համեղ։ Հիմա անկեղծ էլ, նա։ Հա, պայման։ Ոնց է։ Լավ չի չէ ո՞։ Ես գիտեի։ Հեչ լավ չի չէ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես էլ կպատմեմ մի քիչ թթխմորի մասին։ Այս թթխմորով մենք արդեն հաց պատրաստել ենք։ Այսօր հաց ենք թխել, մեզ անհրաժեշտ է կերակրենք։ Ուրեմն նորից ավելացնում ենք մի գթալ ալյուր եւ մի գթալ ջուր։ Եվ ակտիվորեն խառնում ենք թթխմորը։
ամեն անգամ հաց թխելուց պետք է կերակրենք թթխմորը։ Իսկ ինչպես ստանալ թթխմոր։ Ուրեմն ամանի մեջ ավելացնում ենք մի գթալ ալյուր, մի գթալ ջուր եւ խառնում ենք։ Անընդհատ պետք է իրան խառնենք։ Ինչի շնորհիվ է մեր ալյուրը սկսում թթվել։ Ուրեմն մեր ալյուրի մեջ կան բակտերիաներ։ Երբ որ մենք ջուրը ավելացնում ենք ալյուրի վրա, արթնանում են բակտերիաները եւ սկսում է մեր մոտ թթխմորը։ Ջուր, ոնց որ մեր պատմության դասատունն է։ Դե բացատրեմ, որովհետեւ Վովջան շատ են գրել։ Առանձին տեսանյութ կնկարահանենք, չէ՞, հատուկ հացատեսակների համար։ Եվ մեր մոտ ստացվում է թթխմոր։ Ամեն օր արթնանում եք, կերակրում եք, այնքան պետք է կերակրեք, որ բարձրանա, դուք կզգաք, խոսքի 50 միլի է, ինքը հաջորդ օրը 100 կդառնա եւ այդպես շարունակ։ Հնարավոր է, որ չստացվի նաեւ, Վովջան, իմ մոտ էլ շատ է ստացվել, որ հաջորդ օրը 2 օր հետո, չգիտեմ, ալյուրից կամ տան ջերմաստիճանից Լավ, պարզ է, մի քիչ է կանի ես հարցեր տամ, դու պատասխանի։ Հիմա եթե չի ստացվում, այդ դեպքում ի՞նչ է պետք, թազա նորից էլի սկսենք պատրաստել, գցում ենք էյան, ապում ենք, նորից ենք սկսում։ Ուրեմն ժողովուրդ ջան, աշխատում եք քիչ օգտագործեք, հետո որ չի ստացվում, 1 օր է պետք, 1 օրից 3 օր հետո դուք կզգաք, որ ստացվել է ձեր մոտ թթխմորը, թե չէ, հոտ ունի ինքը, մի ձևի թթվա հոտ է գալի։ Իսկ առողջ թթխմորին ինքը ունի կաթնային հոտ, մի ձևի մաց ունի, կաթի հոտ ունի ինքը։ Սա է մեր թթխմորի պատմությունը։ Ջուր, մեկ էլ հիմա, քանի որ մեկնաբանության մեջ շատ էիք գրել, ժողովուրդ ջան, հիմա էլի նորից էլի հարցեր տամ, թող Ջուլիան պատասխանի։ Ու հետո, հիմա ասենք, եթե իրանց մոտ ստացավ այդ ամեն ինչը, ասենք հետագայում, եթե դու էլ ես հեսա սկսելու նորմալ հացեր պատրաստել, թե ի նկատի ունեմ նորմալ է ինչ, որ ասենք լավ, ինքը արդեն հասունանում է քո թթխմորը, որ արդեն կարաս նորմալ հացեր պատրաստես։ Այդ դեպքում ինչա պետք է անեն, ամեն անգամ անեն, խմոր անելուց հետո նորից կերակրեն խմորը։ Պարտադիր թթխմորը պետք է, եթե չեք էլ թխում, մեկը պետք է կերակրեք։ Բայց այդ դեպքում էլ ինքը объемը շատ կլինի, չէ՞ ջուր։ Եթե ամեն օր Ափսոսած, մի քիչ թափես, նորից կերակրես, մի քիչ թափես, նորից կերակրես։ Եթե ընդհանրապես ուզում եք որոշ ժամանակ թխմորով հաց չթխեք, կարող եք պերգամենտի վրա բարակ շերտով քսել, չորացնել, շուրի միջոցով սարքսախցիկում պահել։ Ահա, լավ, հասկացանք։ Հիմա մի հատ վերջի հարցը, Ջուր։ Հիմա ես ճիշտ հասկացա, դու հիմա եթե սխալ եմ ասում, դու կուղես ինձ։ Ուրեմն ինչա պետք անել ժողովուրդ ջան։ Սկսում եք դե ոնց որ Ջուլիան ասաց, ալյուր եւ ջուրը։ Լցում եք, խառնում եք 1 օր, 2 օր, կերակրում եք, կերակրելը որն է։ Մենակ ալյուր են, չէ՞։ Ալյուր ու ջուր ավելացնում եք, յան կերակրում եք, որ ինքը բարձրանա։ Հենց բարձացավ, արդեն ուրեմն թթխմորը ակտիվ է։ Եթե ինքը չբարձացավ, ակտիվ չի, իան պետքա թափեք նորից էլի։ Հաջորդ փուլը, ուրեմն եթե չեք օգտագործում թթխմորը, ուրեմն ինչ եք անում այդ դեպքում։ Իան հա կերակրում եք, որ ձեր մոտ շատ անում է, կարակ մի քիչ թափեք, նորից էլի կերակրեք, որ ձեր թթխմորը ակտիվ լինի, ճիշտ է։ Իսկ ինչպես է ստուգում թթխմորի ակտիվությունը, ջրի մեջ ավելացնում եք թթխմորը, եթե թթխմորը վերևի հատվածում մնաց ճիչավ ջրի ներքևը, ուրեմն թթխմորը ակտիվ է պատրաստել։ Ջուր, մենք ունենք վիդեո ունենք, որի մեջ դու պատրաստում ես։ Ավելուկով ապուրը որ պատրաստում ենք, կամ մանրամասը շատ չի բացատրվում, բայց կարող եք դիտել, մինչև տեսանյութ նկարահանենք մեզ։ Բերանը հերմետիկ չեք փակում։ Հա, պրոստը ինքան փակում է, որ հեռացնում եք։ Ոսկե այսպես, ուղղակի դնում եք վերեն, ու վсё։ Պարզ է, ուրեմն էլի եմ կրկնում, եթե ինչ-որ մի բան անհասկանալի է, կարող կամ մեկնաբանության մեջ գրեք, կամ էլ սպասեք, անպայման վիդեո կնկարահանենք, մանրամասը սա կբացատրենք։ Ուրեմն երկրորդը ջուլ, ուրեմն մեզի մեկնաբանության մեջ շատ էին հարցնում, որտեղից եք։ Որտեղ եք ծնվել, որտեղ եք ապրում։ Ուրեմն մենք ապրում ենք, հիմա ներկապահում ապրում ենք Միտիշիում, բայց բնիկ մենք Հայաստանից Էջմիածինից ենք, որը որ մենք շատ ուրախ ենք, որ այդ քաղաք Էջմիածինում ծնվել ենք, մեծացել ենք, հիմա բնակվում ենք Ռուսաստանում, գորոդ Միտիշիում։ Ուրեմն ջուլ, հաջորդը ինձ թվում է սա բարեմաղթանքներ են, չէ՞ գրած։ Շատ բարեմաղթանքներ եւ մեր ընտանիքի հասցեին, չգիտեմ, ինչքան լավ խոսքեր կար գրել էին։ Բայց հարցերից մենակ թթխմորի հարցներ մեկ էլ որտեղ ենք բնակվում։ Իսկ թվում է այսքանը, ժողովուրդ ջան։ Մեր համեղությունն էլ արդեն պատրաստ է։
Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, էլի բոլորից հետ մենք գոհ շնորհակալ ենք, ամենակարևորը, որ դուք այդ ձևի լավ մաղթանքներ եք իմ ընտանիքի հասցեին գրում։ Այդ ձևի դուխով շարունակեք, իսկ թվում է նորից էլի եթե դժվար չի ձեր համար, բաժանորդագրվեք, մենք եք փորձենք ձեր համար յուրահատուկ բաներ պատրաստենք, դուք էլ հավեսին դիտեք։ Չէ՞ ջուր, այդքան Անպայման։ համեղությունը արդեն պատրաստ է, հիմա սիրուն սեղանը գցենք եւ ձեզի միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է, հիմա մեր օպերատորը մանրակրկիտ սա կներկայացնի, ինձ ձևա մեր մոտ ստացվե։ Դες մատերը առաջի անգամ չի որ պատրաստում եմ, ինքը լրիվ համեղություն է։ Որը որ թունդրի մեջ եմ պատրաստել, հեսա կտրատեմ, կտեսնեք ինձ ձևա մեր մոտ ստացվե։ Դե կարտոֆիլը ժողովուրդ ջան, թունդրի տակը դրած այլ է, խոզի յուղը կաթացել ասեց վրա, լպատկերացրեք ինձ ձևի համեղությունա մեր մոտ ստացվե, լստենայք։ Պես ոնց կարա մարդ սարքայ ու չուտի։ Հացանը ինձ թվում է բոլորդ էլ տեսել եք, ինձ ձև ենք պատրաստում։ Հիմա Ջուլիա, ինձ թվում է հացը կտեղադրես այն մասում։ Հիմա սիրուն կտեղադրենք։ Այսինքն սիրուն տեղադրում ենք։ Եսի իմ ամենասիրած պանն է։ Լստենայք, հիմա մեր օպերատորը թող մոտիկից ցույց տա, լստենայք ինչ հավեսին ինքը էփել է։ Դեռիվ համեղություն։ Հիմա կարտոֆիլը ժողովուրդ ջան, որը որ խոզի յուղով է ինքը պատրաստվել, լստենայք։ Շատ լավ է, չէ, փուլ է գալի իրարից, շատ համեղ է, չէ։ Վերջնա։ Հիմա երևի ժողովուրդ ջան, հիմա կցույց տամ լստենայք։ Լստենայք ինչ հավեսին էփել է ինքը։ Լստենայք։ Հիմա լստենայք իա սոշնի, որ ասում է սոշնը, լնայք սոկը։ Նայեք, որ պետքա պատրաստեք, որ այս ձևի, որ ինքը հավեսին ու վայել ենք։ Երևի հացի մեջ ինքնատ ողջան։ Ավելի դնայինք հացի մեջ, չէ։ Ջուլիաս անգամ էլ չես փորձելու։ Կփորձեմ։ Փորձես։ Չէ։ Մեկը մեկից համեղություն։ Ուզում եմ քո համար համեղ քո սիրած ձևով պատրաստել։ Այս մատերը ժողովուրդ ջան, դեռ չեմ կրկնում, մեր ընտանիքի ամենասիրած ինչն է։ Համեղությունը։ Ամենասիրած համեղությունը, որը որ ինքը շատ համեղ է։ Հատել ես էլ փորձել, ողջը։ Համեցեք։ Ժողովուրդ ջան, ես քամ։ Ես դրա համար էլ չաղանում եմ։ Անշարը։ Ուրեմն խոզի մատերը, որը որ պատրաստել ենք թունդրի մեջ, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչ եք անում։ Թողում եք ինքը մի քիչ էփում, բարբիկյու նորից էլի վեկալում եք, բարբիկյուն այսպես հավասար տարածում եք ամբողջական մսի վրա, նորից էլի ուղարկում եք թունդիր։ Դրանից հետո դառնա լրիվ մալմալատ։ Նայես որ կարակ փորձեք, ու հետո մեկնաբանության մեջը գրեք։ Ջուլի, երևի մեր մոտ ամեն ինչ լավ ստացավ, չէ՞։ Մեկնաբանություններում կգրեն մեր մոտ ոնց ստացվեց։ Ինձ թվում է կզգանք մենք արդեն։ Դե ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, այս ամեն ինչը մենք կիսվում ենք մեր տարբերակով, թե մենք ոնց ենք պատրաստում։ Մնացածը մեկնաբանության մեջ կխնդրենք բոլորիդ գրեք, թե ինչ ձևա մեր մոտ ստացվե։ Ժողովուրդ ջան, ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա պետք է նստենք, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։